Սիրելի հավատավոր զավակներ, հայրապետական մեր սերը, գործությունն ու գնահատանքն ենք բերում ձեր գործընթացների առնչությամբ, ձեր բզումն արտահայտելուց հետո այժմ համախմբված մայրտակարում միասնական աղոթք բարձրացրեցինք առ Աստված մեր սուրբ եկեղեցու և մեր ժողովրդի համար։ Հայոց եկեղեցին յուրաքանչյուր հայի հոգևոր օրրանն ու սրբությունն է։ Մեր սուրբ եկեղեցին մեր ժողովրդի հավատքի անսասան ամրոցն է, առաջնորդողը դեպի Աստված ու փրկություն և աննահանջ մեր օրերում իշխանությունների և իշխանական կառույցների կողմից հայրեր են ձեռնարկվում եկեղեցու հեղինակությունը վնասելու, ինքնավարությունը սահմանափակելու և եկեղեցին իրենց կամքին հպատակեցնելու, ինչպես և քաղաքական ժամանակավոր նպատակահարմարությունների առջև ազգային ինքնության ընկալումը, նվիրական սրբազան խորհրդանիշներն ու հիշատակները ձևափոխելու։ Արդարև, եկեղեցու ինքնավարությունը ազգի բարօրության, պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներում։ Ցավով ենք անդրադառնում, որ մեր սուրբ եկեղեցին ու հոգևորականները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների, ապօրինի և շինծու քրեական գործերով կալանք ու ազատության սահմանափակումներ են կիրառվել մեր մի շարք եկեղեցականների, ազգային բարերարի և ազգանվեր ու եկեղեցասեր այլ անձանց նկատմամբ։ Քիչ առաջ վերադարձանք անհիմն և անիրավի մեղադրանքով նաև մեր և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ երկու արքեպիսկոպոսի ու 4 եպիսկոպոսի դեմ հարուցված դատավարության առաջին նիստից, որը չկայացավ դատավորի ինքնաբացարկի հայտարարման հետևանքով։ Մենք լի ենք հավատով և վճռականությամբ, սիրելիներ, պաշտպանելու մեր արդար իրավունքները, երաշխավորված ինչպես մեր պետության սահմանադրությամբ, այնպես և միջազգային իրավունքների հիմնարար սկզբունքներով։ Այս գիտակցությամբ և պատասխանատվությամբ, առանձն ու հայրենին սիրով մենք շարունակելու ենք մեր տերունապատվեր առաքելությունը, հակառակ բոլոր դժվարությունների և արգելքների, քանզի, ինչպես Սաղմոսերտուն է ասում, Աստված ապավենն ու զորությունն է մեր, և մեր օգնականը մեզ հասած խիստ նեղությունների մեջ։ Անտարակույս, մեր ապավինությունն Աստված է և մեր ծառայությունը բարեպաշտ աշխարհասփյուռ մեր ժողովրդի և հարազատ երկրի համար է։ Սիրելի հավատավոր հայրենիներ, աղոթական համախմբումի այս պահին հայրական սիրով մեր գնահատանքն ենք բերում ձեզ և եկեղեցասեր մեր բոլոր զավակներին ի Հայաստան և իսպյուրս, ազգային ու հասարակական կազմակերպություններին, փաստաբաններին, գիտական, կրթական, մշակութային, քաղաքական գործիչներին, որոնք առկա բարդ պայմաններում հաստատակամությամբ ու նախանձախնդրությամբ զորակցում են մայր եկեղեցուն
և նրա ազգօգուտ առաքելության աննկուն պիտի լինենք և միասնաբար համառ ու տևական ջանքեր ներդնենք, որ դադարեն անիրավությունները մեր երկրում, խտրականությունն ու անհանդուրժողականությունը, տարածում չգտնեն չարականության ու ատելության խոսույթները։ Մենք պիտի համառ ու տևական ջանքեր ներդնենք, որպեսզի հայրենական ու ազգային մեր անդաստանը նորոգվի եղբայրսիրությամբ ու համերաշխությամբ և մեր կյանքում գերակայեն ճշմարտությունը, օրինականությունն ու արդարությունը, հարգվեն եկեղեցու դարավոր կարգերն ու ավանդույթները, որ չվիրավորվեն հավատացյալների բարեպաշտական զգացումները։ Հայրապետիս հորդորն է ամենքին, լինել սթափ և խոհեմ, չտրվել սադրանքների, նենգամիտ խարդավանքների, ամուր մնալ հավատով ու սիրով և հույսով,